մինչև ինքանս մարդիկ ադամները քաշում հախ էին տալիս, որ բնակարան ստանային։ Ադրորի շենքում բոլորի տաշկի առջև բաժանել են բնակարանները, դուք բոլորը գիտեք։ Բոլոր ղեկավարներն ասում են, ձեր Շիրակի Գյումրի ասում են, որ քաղաքապետը ավելացրել է թվերը եւ ավել թվեր է ներկայացնում բնակարանների հետ կապված։ Այսինքն բոլորն ասում են քաղաքում կա 500 անօտևան, իսկ ես ասում եմ 5700։ Եվ այդ խորհրդի նիստի ժամանակ բարձրաձայնեցի ու թուրք շները թափան վրեկս ու մեզ խփեցին։ Սպանվեց 4 տղա այրուծի պես։ Ես եւ փոխքաղաքապետը ինվալիդ դարձանք։ Աստված մեզ պահեց, 7 հատ փամփուշտ է ինձ կպել, 5 հատը հիմա իմ մարմինի մեջ է։ 200 ասկոլ կա։ Պատկերացրեք, բայց ես հաբացուցեցի, որ Գյումրիում կա 5700 անօտևան։ Վերջում որ դուրս էի գալիս, մուշտ հաղամասում այնտեղ հիմքերը կային, որը ցույց եմ տվել, որ 500 գումարը ծրագրերը ամեն ինչ ներկայացրել եմ ինձանից հետո եկողներին, որ կառուցեն նորից բնակարան, գնացեք տեսեք հիմքերը մնացել ու անդելության են մատնված։ Ինձանից հետո մի բնակարան չի կառուցվել։ Սրանք որ ասում են, մենք եկանք կառուցեցինք, մի բան ցույց տվեք քաղաքում, որ իմ ձեռքով չի արվել։ Ինձանից հետո ցույց տվեք, բացի ասֆալտից։ Իսկ այդ ասֆալտը ասֆալտի վրա են անում լոկները համար, որ դրսից մեր երկրի պարտքը դարձրել են 12 միլիարդ։ 12 միլիարդից 12 աշխատատեղ չեն ստեղծել, դիտավորյալ։ Ասֆալտը ընդամենը մնում է 10 տարի, պատկերացրեք։ Դրանից հետո ամբողջ մեր երեխեքը չծնված պարտքի տակ են կանգնելու եվրոպական կառույցներին։ Մեզ պետք է աշխատատեղ, որբիսի մենք մեր ձեռքով կառուցենք մեր քաղաքներն ու մեր գյուղերը։ Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը սրանց պաբան ՀՇ-ն ասում էր, ռուսներն ասում են, թողեք մի տարի վերջացնենք ամբողջ այս աղետի կոդին։ Ուրեմն սրանք ռուսներին էստեղից վռնդեցին եւ ասում են, մենք մեր ձեռքով պիտի կառուցենք մեր երկիրը, մեր աղետի կոդին։ 37 տարի մեզ թողել են այդ տնակների մեջ հենց իրենք Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ-ն եւ այդ բոլորը, լավ իմացեք։ Հիմա սրանք նորից մեզ տանում են դեպի Եվրոպա։ Եվրոպա են տանում, որ ինչ Սոդոմ Գոմոր քաղաքները գիտեք այլասերվածության համար Աստված պատիժը թափեց այդ քաղաքների վրա։ Եվրոպան միասեռականությունը այլասերել է ամբողջ աշխարհը։ Եվրոպայում թագավորները իրենց վարչապետերը երեխա չունեն, պատկերացրեք։ Ուրեմն դա ինչ է նշանակում, մուսուլմանները տիրել են Եվրոպային։ Այո, մենք գտնում ենք, որ պետք է ռուսի հետ առաջինը ռուսն է պահում մեր սահմանները, եթե ոչ թուրքը 1.200.000 բանակ ունի, 100,000-ը կգան եւ այս 3 միլիոն այս երեխեքին կվերացնեն սաղին։ Հիմա ժամանակն է, խելքի արեք, մի գնացեք, իրանք էլ դիտավորյալ հիմա 9 հոգի դրել են, որբիսի ասի աղբորս տղեն է, հորկուրիս տղեն է, քերուս տղեն է, խնամիս է, բան է սկզբունքով, որբիսի ինձանից ձայն հավաքեն, կողանան, ու հետո վերջում իրանց հետևը բոլոր հետևը կանգնած են երևանյան ագանչները։ Եվ Սերժ Սարգսյան, եւ Լևոն Տեր-Պետրոսյան, եւ մնացածը վերջում հավաքվեն։ Մի ցայնը կարևոր է։ Մտեք քվյատուփ, այդ քվյախցիկը մտեք ու ընտրեք ձեր աչքի տեսածին, ով է այս քաղաքը կառուցել, ով կարող է սրանց դեմ դիմաց կանգնի պատասխան տա։ Այս խելոք տղեկը այս գայլերի դեմը ինչ պետք է անեն, հասկացեք, ինչպես տղամարդ է պետք։ Ես դրա համար եմ եկել, կյանքս հրել եմ ձեզ համար, գիտեցեք, մեկ անգամ խփված ձեզ համար, հիմա էլ նորից գնում եմ, ես չգիտեմ սրանք ինչ կանեն, սրանք մարդակեր Սևանացովի չափ արուն են թափել, լավ իմացեք, բայց ես հավատում եմ Հարությանը եւ չեմ վախենում, որովհետեւ Վարդան Մամիկոնյանն ասում է վախկոտությունը թերհավատության նշան է, իսկ ես հավատում եմ Հարությանը եւ գիտեմ, որ ժամանակավոր այս կյանքը ինձ համար առ ոչինչ է եւ ելել եմ պաշտպանելու մեր հող հայրենին։ Ճշմարտությունը ի նկատի ունենալով, տեսեք, եկեղեցիներից բռնած, քաղաքապետարանները, քաղաքի 17,000 բնակարանները, մասնավորին այդքան հնարավորություն եմ տվել, 100 միլիարդից 120 միլիարդ շինարարություն է արել մասնավորը եւ խտանել են փոքր եւ միջին բիզնեսին։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին, բացի Երևանից, այդքան բնակարան ու շենք շինություն չեն կառուցել, ոչ որի մորոք։ Տեսեք, ինչ որ տեսնում եք Ղուկասյան Վարդան տագը գնաց է։ Հիմա 12 տարվա ընթացքում 13 տարի անցել ինձ դուրս գալուց հետո մի քանի շենք շինություն չեն կառուցել այս քաղաքում։ Լավ իմացեք, տարբերությունների մասին եմ ասում։ Իմ տարբերությունը եւ սրանց տարբերությունը։ Չեմ ուզում շատ երկար խոսել, որովհետև աշխատանքի եք, բայց մի քանի բան պետք է անպայման ասեմ, որ դուք գիտենաք։ Պատկերացրեք, քաղաքում տարիքով ենք մենք, որոնք ովքեր տարիք ունեն, 8 հատ հիվանդանոց կար։ Թողել են 1 հիվանդանոց, այնը ես եմ կառուցել տվել, ասեմ ձեզի, որ հենց Զորովից։ Ուրեմն, բայց այդ հիվանդանոցը շատ քիչ է մեր քաղաքին։
Երբ որ եկա անպայման քաղաքում պետք է ունենանք երկրորդ հիվանդանոցը ու քաղաքապատկան։ Շահույթը ոչ թե պետք է գնա անատների գրբան ինչ որ Երևանում անուններ կա չեմ ուզում տալ, այլ քաղաքը պետք է իր սեփականությունն ունենա, քաղաքը պետք է ունենա այդ հիվանդանոցը։ Հիմա երկաթգծի հիվանդանոցը տվել են մի հատ Սերմակեշի 17,000 քառակուսի մետր, 10,000 ուրեմն շենք շինությունով, քանի 17 թվականից 15 թվականից տվել են, մի քայլ չեն անում։ Քաղաքի ուրեմն ոնց է կոչվում ջերմուղը, քաղաքի ջերմուղը իմ ժամանակ վերևի ամենաբարձրադիր կառույցներն ասում են պդի տաս վիոլաջերի։ Ես էլ ասում եի պդի չտան։ Ու ամենակելու գազանների մասին է խոսքս։ Ու չեմ տվել։ Ինձանից հետո փապկասուն, բոյով, չգիտեմ ինչ, մարդիկ, ռոպեական մենակ մեծ բան չլինի, հանգած մեր երեխաներին, մեր ունեցվածքին բան չլինի, ինչ կեղնի եղնի։ Արագ կարգով հանձնեցին վիոլաջերին։ Ձեր 44%-ը, դուք պատկերացրեք 44%-ը հսկայական շահույթների մասին է խոսքը, որպես ինչ եք տվել դուք վիոլաջերի։ Ուրեմն հսկայական միլիոնների մասին է խոսքը, ուրեմն 30-ից 50 միլիոն դոլարի մասին է խոսքը, որ տվել են նրան։ Այսինքն ժողովուրդ է մենք այդքան հարուստ ենք, որ մեր ունեցվածքը բռնետվել եք վիոլաջերին, որովհետև հետևները ովքեր են կանգնած, հիմա խորացեք կտեսնեք։ Մանկավարժական ինստիտուտը չեմ ասում։ Մեր դոբրոցին պապս է կառուցել։ Շինարար եղել։ Ուրեմն հիմա ես չգիտեմ թե դա ում ձեռքին է, չեն կարող հասկանալ։ Այդ Թումո կենտրոնին ես 30,000 դոլար փող տվեցի, գիտեի որ մաքուր է ինչ որ մի բան, բայց ակասվեց հետևը կանգնած է նորից գելու կազաններ, ես չգիտեի։ Հին թատրոնի շենքը քանի կոպեկներով են տվել։ Ստադիոնը, որ քաղաքապատկան եղե, պաբիս ֆուտուրի դաշտ եղե, մենք բնիկ գյումրեցիներ ենք։ Ուրեմն ստադիոնը քաղաքապետարանի բալանսից վերցնել տվել են պետական բալանսին եւ հանձնել են այսօրվա այդ ֆուտբոլիստ կա, չգիտեմ ինչ կա դրան։ Ձերքերս կդրվեր, որ դրանց սպանչանեին։ Հասկանալի է։ Հիմա տեսեք, եւ այդպես շարունակական կողքի հիվանդանոցը չգիտեմ ելի ում են տվել։ Ամբողջ քաղաքի կենտրոնը, կինո հոկտեմբերից բռնած, մյուսից բռնած բոլորը եկել են, այդ գելու կազանները տիրել են քաղաքին։ Եվ իրենք չեն թողնում, որ քաղաքը կառուցապատվի, հիշեք։ Ինձանից հետո ասում եմ 30-ից 50 շին թույլտվություն են տվել։ Յուրաքանչյուր քաղաքապետի գնահատականը փոքր եւ միջին բիզնեսի խտանելն է։ Մարդիկ ուզում են քաղաքում ինչ-որ մի բան կառուցել, չեն տալիս։ Եթե թուրքամետ չէ, որ հայի մարդը կարող է չուրախանա իր քաղաքի շենք շինություն կառուցելով։ Ես գիշերները պտտվում եմ, ելնում եմ, ուրախանում եմ, վայ քարը դրեցին։ Այս շարքը ելավ, այն շարքը ինչ եղավ է, որովհետեւ ես մեր քաղաքը, որ մենք տեր չեղնենք, բա ինչի համար ենք եկել։ Պատկերացրեք 13 տարի մի քայլ չեն արել, մի գործողություն չեն արել։ Ես որ եկա, հստակ ասում եմ, բոլորի աշխատավարձերը բարձրացնելու եմ։ 37 տարի ասում են, Գյումրին ամենաաղքատ, ամենաչկավոր խավը ապրում է Գյումրիում եւ Շիրակի դաշտավայրում։ 2500 աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու եմ։ Ինձ պիտի ասեն որտեղից, ես գիտեմ որտեղից։ Օրինակ, չեմ ուզում բանանել, չեմ ուզում ասեն կանոններ տալ, բայց գիտեցեք, կան միլիարդերներ, միլիոնատերեր, որոնց գույկահարգը 140,000 դրամ է, հսկայական մի թաղամասի չափ շենք ունեն, կադաստրի հետ պայմանավորված 140,000 դրամ են մուծում, անունները հետո կիմանաք, ես թակտակ գիտեմ դրանց տեղերը, 10 անգամ, 15 անգամ պետք է ավելացնես, որ քաղաքի բյուջեն ավելանա, երկրաշարժից հետո կա Կուլակավան, այրոպորտի թաղամասերը, բաները, հսկայական հողատարածքները զբաղեցրել են, 1 միլիոն դոլարանոց շենք շինությունները կառուցել են, ոչ գույկահարկ են մուծում, ոչ հողահարկ են մուծում, որովհետև չեն օրինականացնում, հավանական է սենց բաներ են պահանջում մարդկանցից, դրա համար ով չի ուզի իր բնակարան օրինականացնել, կան մարդիկ, որոնք շենք շինությունները կառուցել են 10 տարի ավարտական ակտ չեն տալիս, 10 տարի, որպեսզի ավարտական ակտ տան, այդ մարդիկ էլ աշխատեն, գույկահարկ մուծեն, հողի հարկ մուծեն, եւ այդպես հազարավոր դեպքեր կան, այ գիտեմ որտեղից կարելի է աշխատավարձը բարձրացնել։ Ես հիմա չեմ ուզում ձեզ գործից կտրում եմ ինձ եւս մեկ անգամ կներեք, բայց քաղաքի ճակատագիրն է։ Եթե մարդիկ կան, որ ասում են մենք անտարբեր ենք, તો ինչ գործ ունենք, բան այսքան բանը տեսնելով, այսքան մեռնելով, այսքան անուն թափելով, որ էսկակնել եմ ձեր դիմաց, այսքան ամեն ինչ տարել եմ, եղած չեղածս բերեցախեց ձեզ համար, եկեղեցի եմ կառուցել, ամեն ինչ արել եմ։ Եթե այսքան բանից հետո դուք պետք է ճշմարտությունը չտեսնեք, ուրեմն ըստ հավատքի եղիցի քեզ։ Ինչքան որ դուք եք, այդ կանել կլինի ձեր առաջնորդը։ Էլ հանգարցակի ոչ մեկին չմեղադրեք։ Պատրաստվեք թուրքերին վիլայետ դառնելու Հայաստանը։ Ելեք ոտքի կանգնեք, տեր եղեք, պաշտպանեք ձեր երեխեքին, ձեր բնակարանները, Սիրիան տեսեք ինչ են անում թուրքահաբադակշները։ Նույնը անելու են Հայաստանի Հանրապետության գլխին։ Մի խոսքով ես ձեզ ասեցի,
Եվս մեկ անգամ։ Ես այստեղ մարդիկ կլինեն, որ ինձ հավանական է բարեկամ կլինեն, կամ ես իրանց օգնել եմ, կամ ինչ մի բան, չկա մեկը, որ չկա ընտանիքներ, որ ես օգտած կամ ինչ որ մի բան առաջ չլինեմ։ Հազարից մեկն է, որ ասենք իմ աչքիցս վրիպել է։ Եթե ինձ ասել են օգնեցեք, ես առավոտ որ դուրս եմ գալիս աղոթներից հետո, ես սպասում եմ, որ իմ ինձ ասի մի բան արա, որ նրանից հետո ասեմ բալաջան քարնեշտաս կանաչ պոստի ողորմի քու ծնողներին ինչ որ էս ամեն ինչը սարքել են հանցագործես 2007 թվին մեզի խփեցին կաբեցին հանցագործերը դիդավորյալ իրանք են արես ամեն ինչը իմ օրոք հանցագործությունը 4 անգամ ավելի քիչ եղեք քան այսօրվա օրոք այսօր 44000 հանրապետությունում հանցագործության դեպք է գրանցվել իսկ այն ժամանակ ամբողջ Հայաստանում 10000 որից Գյումրին եղել է 7-րդ 5-ից 7-րդ տեղը պատկերացրեք 5-ից 7-րդ տեղը, բայց այ իրանք ներկայացնում են մշտական մեզի ուրիշ ձևի։ Հիմա որ ընտրությունն եղավ, վերջում իրանք պիտի ինձանից ներողություն խնդրեն, որ վերջապես դուք եք հայի տղա, ելեք կանգնեք, ինչքան եք ուզե փող տան, ինչքան եք ուզե աշխատանք եղնի, բայց ճշմարտությունն ինչու համար է։ Բայց ճշմարտությունն ինչու համար է, վերև նաստված կասնուց վախեցեք, այս մայմուններից չվախենաք, սրանք ժամանակավոր բան են, այսօր կան եկուտ չկան, լավ գիտեցեք։ Պահեք, պահպանեք ձեր հող հայրենին եւ ընտրության գնացեք խղճով ոչ թե ուղեղով, ուղեղը գիտես ինչ ասում, դե հաց եք ուտենք բան, մենք ինչ գործ ունենք դռները փակեք բան էս կոմենք, հա բանը, չէ, գնացեք ճշմարտությունը տեսեք, աստվածային ժամանակ աշխարհի վերջն է, տեսեք ինչ է կատարվում աշխարհում, հայերը տիրելու են իրանց հողերին չվախենակ, գրված է Սուրբ գրքի մեջ, Կոստանդիանոս կայսրը, Գրիգոր Լուսավորիչը, Ներսես մեծը, Սահակ Պարտևը, պլյուս Վարդապետը անից, բոլորը տեսել են այդ տեսիլքը, որ հայերը տիրելու են իրանց հողերին Բայց ասուն է ժամանակ հայոց ազգի թագավոր պիտի լինի Արշակունյաց տողմից, իսկ կատողի գոց Գրիգոր Լուսավորիչի տողմից վերնիմ իրանց զորությանը։ Մնաք խաղաղությամբ, գնացեք ճշմարտությունն արեք, այդքան բան, հաջողություն ժողովուրդն ես հավատալի։ Ուր կարակ դուրս կան։ Ես գնացի, վերջ մնացածը դուք եւ Աստված, բոլորից է։ Տեսնում, հաջողություն։ Abrek, ճիշտը պահեք, ասեք, երեխեքին գտանին սրիգը քաշեք։ Իրանց համար նշանակություն չունի 5000 երեխուսը բանել են, անպատկարի պես են այսօր ճշմարտությունն են խոսում։ Լավ եղեք։ Այս կողմ Կելեգրանք բարերի դոմարտիկ աշխատել։ Ասա։ Այս օրերին խոսում է հրաբարակային բանավեճի մասին, քաղաքացիական պայմանագրի ներսից այդպես տեղեկություններ են տարածվել, որ ուզում են բանավեճի օրը փոխել, թե դուք ինչ դիրքորոշում ունեք։ Ես բանավեճին կողմնագիտ չեմ։ Ընդհանրապես կողմնագիտ չեմ ես այդ բանավեճին։ Դրանից ոչ մի բան չի լինի, բացի ձեզ ավելի շատ բան տալու։ Իքսեր թույլ տալուց ավելի ուրիշ բան չեմ տեսնում։ Ես կողմնագիտ չեմ, մնացածը թող իրար հետ բանավիճը։ Երբ վերջում կտեսնեմ, եթե ինչ որ խնդիր եղավ, կասեմ եկեք, խոսենք։ Հիմա պատրաստ չեմ ուզում։ Հասկացա։ Իսկ 4-րդ օրն է, որ բազմամարդ էլի տեսնում ենք հավաքն է իրականացվում։ Ինչ հարցեր ունեն ձեզ ընտրողները։ Դուք միշտ ամեն անգամ վերջում աշխատատեղ, ազատ տնտեսական կոդի, պետությունը Հիմա տեսեք, ԿՊ-ի ծրագիրը, Սարիգը լավ տղա է հոգեպես, ես իրան ճանաչում եմ, էլի բան, գիտեմ, որոշակի գիտեմ, բադ տղա չէ, շատ շնորհքով չափի մեջ, մեծ ու պզնիկ հարկող տղա է, դուրս գալիս է, բայց ես կուզեի, որ ինք այդտեղ չլիներ, նմանատիպ տղեկ այդ կառույցի մեջ չլինեն, բայց ինչ եմ ուզում ասել, ծրագիրը ինչ է, առողջացման ծրագիրը ինչ է, ասֆալտ անենք, փագերը սարքենք, աշխատատեղն է կարևորը, դրանք թոց փչել է ժողովրդի երեսին, թող պետությունը կանգնի ասի, որ այս գործարանը կբացենք, այս կանենք, այս հարգային բերիթ հետևացում կանենք, թող ասի պետությունը, դա պետական խնդիր է, պետությունը պետք է ասի, այսօր իրանք այդ կուսակցությունն է ներկայացնում, որ երկիրն են ղեկավարում, իրանք ծրագիրը ես չեմ տեսնում առողջացման ծրագիր Աղետի կոդու Գյումրի քաղաքի։